Երիտասարդ սերունդը ներկայում օրորոցայինի տակ բրեյք-դանս է պարում, որովհետև ժամանակ չունի։ Ամենամեծ խնդիրը, ամենամեծ արժեքը դա ժամանակն է, ժամանակի օգտագործում։ Այս առումով չափազանց կարևոր է, որ մենք նաև հետազոտենք եւ պարզենք, թե Հայաստանում ժամանակի օգտագործումը ինչպիսին է։ Վճարովի աշխատանք, տնային գործեր, խնամք, հանգիստ, ինչպես են մարդիկ բաշխում օրվա իրենց 24 ժամը։ Պարզել է ժամանակի օգտագործման հետազոտությունը, որը իրականացվել է Եվրաստատի եւ ՄԱԿ-ի մեթոդաբանությամբ տեղայնացնելով հայաստանյան իրավիճակը։ Կանայք օրական 5 ժամ են ծախսում իրենց խնամքի վրա, տղամարդիկ 1,5 ժամ։ Սրանք հստակ տվյալներ են, որոնց հիման վրա երկրների կառավարությունները կարող են մշակել համապատասխան ծրագրեր, աջակցելով կանանց եւ տղամարդկանց եւ արդյունավետ ներգրավել աշխատանքի մեջ եւ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, զբաղվել երեխաների կամ տարեցների խնամքով։ Հարցմանը մասնակցել են Հայաստանում մշտական բնակվող 15-ից 80 տարեկան քաղաքացիներ։ Հետազոտությունը անցկացվել է 2023 եւ 2024 թվականներին։ Ժամանակի օգտագործման հետազոտությունը դա դասական տնային տնտեսությունների հետազոտություն է, այսինքն հարցազրույցավարների վերապատրաստված հարցազրույցավարների խումբը դուրս է եկել դաշտ, դա կոչվում է հենց այդ աշխատանքը կոչվում է դաշտային աշխատանք եւ 6 ամիսների ընթացքում համապատասխան այս նպատակի համար մշակված գործիքներով, հարցաթերթերով տնայցեր են կատարել, ընդգրկելով Հայաստանի ողջ տարածքը, թե գյուղական եւ թե քաղաքային բնակավայրեր։ Մեր վերլուծաբանները դրանց հիման վրա կանեն եզրակացություններ, իսկ քաղաքական վճիռներ կայացնող ատյանները դրանց հիման վրա ավելի կհստակեցնեն իրենց կողմից իրականացվող քաղաքականությունները։ Այդ ուղղությամբ արդեն իսկ մեր կառավարությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ։ Հետազոտությունը հնարավորություն է տալիս ավելի հստակ հասկանալ մարդկանց առօրյան եւ դրա հիման վրա կայացնել նպատակային որոշումներ։ Նարայ Ոսկանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։